Բիդի շարունակենք այսօր այն սերտողությունը, որ անցյալ չորեքշաբթի սկսանք եւ մեր նույթը ուխտաթրջություն, որ վերջին օրերու մեջ պիտի ըլլա եւ համարը հիմնական համարը, որում վրա այս սերտողությունը հիմնված է, երկրորդ Թեսաղոնիկեցիս երկրորդ գլխուն երրորդ համարն է, որ գսե չլա թե մեկը ցեզի խափե գերբոմը, բացնզի այն օրը պիտի չկա աբստամբութենեն առաջ ու հայտնվի անօրենության մարդը գորստյան որդին։ Եվ բացադրեցինք, թե ինչի մասին խոսի ասի գորստյան որդին անտիքրիստոսի մասին խոսի, բայց նախքան գսե անտիքրիստոսը չերևծած գսե, բիդի ըլլա աբստամբություն, անգլերենով apostasy բառը գա, որ նույն ադեն նոր թարգմանություններու մեջ հայերենը գսե ուխտաթրջություն, որ շատ ավելի գեղեցիկ բառ մնե, ուխտը պիտի մերժեն եւ պիտի գդրեն Աստծո հետ, այսինքն ասիգա գաբ ունի հավատացյալներու հետ, կամ թե անցիկ որ հավատքի հետ կապված են եւ անգե պիտի հրաժարին, հերանան եւ նաեւ պիտի մոլորեցնեն շատեր իրենց հետ։ Եվ սկսանք սերդել հավատքի ցևերը, որ կան գոյություն ունին, որբեսի գարնանք հասկանալ, թե ինչսել է ուխտաթրջություն, ինչ պիտի բադայի, երբ որ այս վիճակները կան։ Այսօր պիտի շարունակեմ այդ հավատքի ցևերու մասին։ Առաջին հավատքը, որ սերդեցինք, անհավատություններ, որ ոչ մեկ հավատք ունի անցմը եւ գործված է բամը չգիտեր։ Անգե վերջը խոսեցանք գասկածի մասին, որ հավատքին հետ գուքա եւ հավատք ունեցողը շատ անգամ գասկածվի կմատնվի եւ ասիգա հավատացյալներուն էդալ գաբունի, որ քիչ հավատք ունի եւ ինչպես աշակերտներուն օրինակներ են Պետրոսի օրինակը տեսանք, որ երբ որ գասկածեցավ, սկսավ խեղդվել, երբ ճուրին բրայեն ուզեց քալել եւ Հիսուսի քով երթալ։ Ուրեմն լավ է հավատք ունենալ, բայց երբ որ գասկածը գմտնե հավատքին դիմաց մեզի գրնա խանգարել եւ հավատքը շեղել։ Եվ ուրիշ հավատքի տեսակմալ տեսանք, որ դքիդության մասներ, որ շատեր կամ որ դքիդության մեջ են, այսինքն չեն գիտեր եւ չեն ուզեր գիտնալ, չեն ուզեր սորվել, չեն ուզեր ավելին, իրենց քիծածի մեջ բավարար են եւ ոնդեղը գգենան։ Անգե յետք այսօր չորրորդ ծևի հավատքը, որ պիտի սերդենք, գեղց հավատն է, սուտ հավատն է, սխալով հավատն է, որ բաճարը, որ գբադահի այս մեկը Մատթեոս 22-ի մեջ մեզի գսե, թե ինչու մարդիկ այսպիսի սխալ հավատք ունենան, Մատթեոս 22:29 գսե Հիսուս պատասխան տալով անոնց ասավ. «Դուք մոլորած եք, որ քրքերը գիտեք եւ ոչ Աստուծո զորությունը»։ Այսինքն, երբ որ մեկը գանդեսե Աստուծո խոսքը, ոչ քրքերը գիտեք գսե եւ ոչ Աստուծո զորությունը։ Երբ որ մեկը գանդեսե Աստուծո խոսքը, սխալ բաներու պիտի հավատա։ Երբ որ ճշմարտության յետևեն չեր տար, գիշեք Պողոս Արաքյալը երբ որ գկարոզեր այդ Փերիայի մեջ էր, եթե չեմ սխալիր, երբ որ քնած անդեղի ժողովուրդը ինչ որ Պողոս Արաքյալ գսորվեցներ գերտար Աստուծո խոսքին եւ գնայր թե արդյոք ճշմարիտ է Աստուծո խոսքը ինչ կսե այս Պողոս Արաքյալն ասածին հանդեպ եւ երբ որ հավատացյալներ Աստուծո խոսքը չեն գարթար եւ Աստուծո խոսքին ուշադրություն չեն դարձնել, կարեւորություն չեն դար, գրնան սխալ հավատք ունենալ դարբեր բաներու վրա եւ ասիգա իրենց անգամ եւս գրնա մոլորության պատճառը լալ։ Առաջին Դիմետրիոս 6:10-ի մեջ պատճառները մեկը գսե, որ պատճառները մեկն է, բայց մեծ պատճառ մնե, որ շատեր սխալ հավատքի մեջ կգտնվին։ Առաջին Դիմետրիոս
10 գսե վասնզի փոլոր չարություններուն արմադը արձաթասիրությունն է, որուն մեկ քանիները անցնադուրը լալով հավատքեն մոլորեցան ու ինքնին շատ ցավերով խոցեցին։ Այսօր մասին խոսեցանք ակաության մասին, նորեն նոսկի հիշվի եւ գսվի թե այս համարի մեջ մեզի ակաությունը գրնա մեզի սխալ հավատքի գաբել, այսինքն մեր վստահությունը մեր ունեցածին վրա գերտա եւ մեր հավատքը որ պետք է Աստծո խոսքին վրա լա անգե գշեղինք։ Երկրորդ պատճառ որ գուտա որ մեկը սխալ հավատքի մեջ գրնա երթալ անալ 20-րդ նույն գրքում մեջ 20-21 համարներն են կսե ով դիմեթիոս քեզի դված ավանտը բահե փախչելով բիղձ ու նայնապանությունները ու սուդերուն քիդության հագարագությունները մեքանիները զանոնք թավանելով հավատքեն մոլորեցան շնորհքը քեզի դլա ամեն ինչի մասին խոսոս տեղը քիդության մասին science այսօր շատեր գանգսեն ես science-ի գավադամ ես քիդության գավադամ հոս ինչ կսե անոնք որ քիդության յետևեն գերտան հավատքը գհերանան որովհետև հավատքը չդեսնված բաներուն ապացույցն է եւ science-ը քիդությունը դեսնված բաներուն հավատալ է եւ երկուքը իրարու հագարակ կգործեն եւ անշուշտ շատ անգամ քիդությունը կդեսնենք որ որքան սխալ բաներ գսորվեցնե կամ թե օրինակի համար թե մարդը գաբիգե եկած է հարաճ եկած է ինչպես ադիգա մեջտեղա մանոր մասին մի չխոսի բայց այսօր որքան քիդուններ կսերդեն մարդու մասին այնքան ավելի կհամոզին որ այդպիսի բան չի գա նույնպես շատ լավ գիտեք բոլորը դալ որ շատ մփաներ որ մեզի ժամանակին գսվեր որ առողջաբանական են այսօր քիդությունը նույն քիդությունը որ ադով գպաստեն որ առողջաբանական են մեզի գպաստեն որ ադիգա առողջաբանական չէ պետք չէ ուտենք կամ թե պետք չէ ենք կտեսնենք որ քիդությունը սխալական է եւ որքանալ մարդիկ կգարձեն որ քիդությունը ճշգրիտ է եւ չի փոխվիր մենք շատ օրինակներ ունենք եւ կտեսնենք որ քիդությունը կփոխվի եւ անոնք որ քիդությունով կդարվին Աստուծո խոսքը մեկթի տնելով սխալ հավատքի մեջ կմտնեն Երկրորդ Պետրոս 3:16-ի մեջ ալ կգարտանք Երկրորդ Պետրոս 3:16 մեզի գսե ինչպես բոլոր թուղթերու մեջ ալ այս բաներուն վրայով գխոսի որոնց մեկ քանի մը դժվարիմաց խոսքերը կգտնվին մեկ ներողություն որոնց մեջ քանի մը դժվարիմաց խոսքեր կգտնվին որոնք դքեդներն ու անհավատները ձուր կմեկնեն ինչպես ուրիշ քրքերալ իրենց անցին գորուստին համար հաջորդ դժվարությունը սխալ հավատքի մեջ լալու սխալ մեկնաբանությունն է որ հոստեղը գարտացինք 16-րդ համարի մեջ կսե անհավատները ձուր կմեկնեն եւ մեկնաբանություններ որ երբեմն մենք մեզի գնենք եւ պատճառը գսե որ այսպիսի ձուր մեկնաբանություններ գլան իրենց հաջելի գտվի գսե իրենց անցերուն համար հաջելի գտվի իրենց հաշիվին գուքա իրենց համար լավ երևի ադոր համար այդպես կմեկնաբանեն եւ այդ իրենց մեկնաբանության մեջ սխալ հավատքի յետևե գերտան Հինգերորդ տեսակի հավատքը աղանթավորությունն է աղանթավորություն կամ հերետիկոսություն heresy բառը որ անգլերեն գա այս բառը ինքնին եւ հունարեն բառը որ heresy բառն է
կնշանակե ընդրություն ունել երբ որ հավատքի հետ կգաբվի այս աղանդավորությունը կնշանակե թե այս անձիկը մասնավոր որոշում կառնեն որ սխալի մեջ քալեն եւ սխալի մեջ մնան այսինքն սխալ հավատքի սխալ գերբերու մեջ շարունակեն ասիկա դքիդութենե ավելի անտին է գիտեն բայց գնդրեն սխալի մեջ ըլալ ադիգա իրենց ինչպես սխալ հավատքի մասին խոսեցանք ասիկա անգե անտին գերտա եւ խումբեր կգազմեն կորց կարակելոց 5:17-ի մեջ կգարտանք 5:17-ը գսե ոտքի է լավ քահանաբեդը եւ բոլոր իրեն հետ եղողները որոնք սատուգեցուներու աղանթեն էին նախանցով լեցված աղանթեն անգլերենով party գսե խումբ այսինքն մասնավոր հավատքը գեհդաբնթեն եւ գնդրեն հավատքեն շեղիլ եւ իրենք զադվիլ խումբը ըլալ եւ քաղադացիս 5:20 եւ 5:19 եւ 20-ի մեջ կգարտանք թե ինչպես կբադայի ասի նորեն մարմնի հետ կապված է քաղադացիս 5:19-ն 20 գսե արդ մարմնին կորձերը հայտնի են որոնք են շնություն, բորնգություն, բղծություն, քիջություն, գրաբաշտություն, գախարտություն, թշնամություններ, գրիվներ, նախանցներ, փարգություններ, կամ հագարագություններ, երկբարագություններ, բաժանումներ։ Ոնց կտեսնենք բաժանումներում ասացինքն գզադվին փուն հավատքեն եւ զատ խումբ մգլան եւ այսպիսիները այս մեջտեղ գուքան ինչ է պատճառը կսե մարմին կորձերը մարմինով գդարվին այսինքն կնդրեն իրենց հավատքի մեջ բաներ որ իրենց մարմինին հաճելի է եւ այդ գերբով գզադվին հավատքեն եւ գլան աղանթավոր եւ եթե սերդեք աղանթավորներու պատմություններ կամ թե աղանթավորներու թիրքերը միշտ կտեսնեք որ ասոնք գզադվին ամենեն եւ գերտան բոլորեն դուրս եւ գստիբեն բոլոր իրենց հետևորդներուն որ այդ խումբի մեջ մնան այդ աղանթի մեջ մնան եւ անգե դուրս չելեն որովհետեւ կբախնան որ երբ որ դուրս ելեն իրենց ռազները մեջտեղ գելը եւ կարծես թե քախնի փամ ունին կբահեն ադոր համար միշտ զադված հերու կմնան դիդոս 3:10-ի մեջը մեզի բադվիրան մգուդա այսպիսի անցերու համար դիդոս 3:11 10 ներողություն 3:10 եւ 11-ն ագնակարտալ գսե հերցվածող մարդը առաջին ու երկրորդ անգամ խրադել է հետո ետ քաշվե գիտնալով որ այնպիսին խոդորած է եւ մեղ կկործե ինքսինք թադաբարդելով ուրեմն այսպիսի անձերեն գսե հերացեք անոնց մեկ կամ երկրորդ անգամ գսե խրադե եթե դեսնես որ չի համոզվիր չի դառնար անոնց մե հերու գեցեք գսե եւ դիդոս 1:11 դիդոս 1:11 անոնք պետք է բաբանցեցնել քանի որ ամբողջ տուներ կգործանեն ու անբադե բաներ կսորվեցնեն անարգ շաղախնդրության համար կտեսնենք որ որքան բդանկավոր են դուներ կքանթեն գսե եւ գրնամ ես ցեզի շատ օրինակներ բերել որ աղանթավորներ ինչ ավերներ կործած են
տուներու մեջ մոլորած են իրենք կսե մոլորած են եւ գմոլորեցնեն անգե վերջը գասնինք 6-րդ հավատքի ցևին որ ինչ որ ասինք ուխտաթրջությունն է կամ գերց հավատք եւ ասոնք գմերժեն ճշմարտությունը եւ ասոնք ալ իրենք որոշում գարնեն որ այդ ճամփան պիտի բռնեն եւ հութա 3-ի մեջ կգարտանք անոնց մասին հութա 3 սիրերներ գսեբ բոլոր չանկը վրաս առնելով ցեզի գկրեմ հասարակած բրգության համար իմ անցիս բարձեբեցի ցեզի գրել ու հորթորել որ մրցիկ այն հավատքին համար որ անգամը սուրբերուն ավանթվեցավ այստեղ մեզի հասկացնե թե ասոնք որ այս խումբի մեջ կգտնվին ժամանակին հավատքի մեջ եղած են ճշմարիտ հավատքի մեջ եղած են բայց հավատքը հերացած են եւ հիմա գլուխ կբռնեն եւ կուզեն բոլորին որ հետ կապ ունենան անոնցալ իրենց հավատքի հանեն դուրս հանեն երկրորդ առաջին դիմեթիոս ուխտաթրջություն անոներ առաջին մեթիոս 4 Մեգեն 3 Գարտանք Հոգին հայտնի գսե թե վերջին ադենները մեկ քայլներ հավատքեն պիտի աբստամփին ու մոլորեցուցիչ ոգիներու ու թևերու ուսմունքներու ուշադրություն պիտի ընեն ոսկսե վերջին ադենները մանավանդ այսօր մենք վերջին ադեններու մեջ ենք գսե մեկ քանիները հավատքեն պիտի աբստամփին եւ մոլորեցուցիչ ոգիներու թևերու ուսմունքներու ուշադրություն պիտի ընեն սդախոսներուն գեղձավորությունով որոնց խղճմտանքը խանցված է որոնք ամուսնանալը պիտի արգելեն ու իդ պիտի բահեն այն գերագուրներեն որոնք Աստված ստեղծեց որբեսի հավատացյալները եւ ճշմարտությունը ջանցողները քոհությամբ վայելեն առաջին ամառի մեջ շատ հստակ է գսե առաջ հավատքի մեջ էին եւ հավատքը աբստամփեցան հերացան այսինքն գիտեն ճշմարտությունը բայց անգե հերացան եւ առաջին ովանու 4:6-ի մեջ գսե ինչ կնեն ասոնք 4:6-ի մեջ գսե մենք աստուծմե ենք անոր աստված կճանչնա մեզի մդիկ կնե անոր աստուծմե չէ մեզի մդիկ չներ ասով կճանչնանք ճշմարտության հոգին ու խաբեության հոգին ասոնց մեջ խաբեության հոգի գա գսե եւ համարը որ գարտացինք առաջին դիմեթիոսի մեջ շատ սարսափելի բաներ գխոսի թե ինչ կբադայի ասոնց մեջ առաջին դիմեթիոս 4:3-ի մեջ գսե անոնք մոլորեցուցիչ ոգիներու ու թևերու ուսմունքներու ուշադրություն պիտի ընեն ճշմարտությունը գիտնալը վերջ գսե թևերու ուսմունքներու ուշադրություն պիտի ունեն թևերը սածը չար ոգիներ այսինքն սատանայական բաներ ուրեմն ասոնց հավատքը կապված է թևերու հետ եւ ասոնք եկեղեցի կմտնեն եւ
իրենց հետ կփերեն վարդապետություններ, որ գուզեն ծախել հավատքի ընտանիքին։ Եբրայեցիս 13:9 Գերբ եւ օդարացայն ուսմունքներով մի դարուփերիկ։ Օդարացայն ուսմունքներ այսօր շատ կլսենք, որ դերը մեգումը նոր հայտնություն տված է։ Գելեն կսեն դերը ինձի նոր հայտնություն տված, նոր միտքը, նոր խաղապարը, որ եթե ուշադրություն ունենք, ոչ մեկ գաբ ունի Աստծո խոսքին հետ, հաբա թիվային ուսուցմունք մնե, որ այս անձը հոգևոր անունի դակ կուքա եւ գսե թե դեր ինձի նոր հայտնություն տվավ, ասկեվերջ ասպես պիտի ունենք եւ շարժումը հարաճ կբերե եւ մարդոց գավադացնե, որ ասիկա նոր բան մնե, որ Աստված կնե եւ իրեն մարդիկ կհետևին օդար վարդապետություններ մեջտեղ կբերեն Դիդոս 2:1 գսե մենք ինչի պետք է հետևենք Դիդոս 2:1 ողջամիտ վարդապետության յետևեն եղեք գսե ողջամիտ վարդապետության հետ ողջամիտ վարդապետությունը այն է որ Քրիստոսը արաքյալներուն եկավ եւ արաքյալները այս նամակները որ գսերդենք այս նամակներում միջոցով մեզի փոխանցեցին անգեթուրս ովևէ մեկ նոր վարդապետությունը մեզի ուխտաթրջության կդանի եւ շատ զգուշ պետք է լանք բոլոր անոնցմե որ այսպիսի բաներ կկարոզեն եւ կսորվեցնեն Ետ երթանք առաջին Դիմեթրիոս 4-ին առաջին Դիմեթրիոս Դիմեթրիոս 4 երկրորդ համարի մեջ գսես սդախոսներուն գեղձավորությունով ասոնք կսե գեղձավոր են գեղձավոր բառ ամեն մարդ կհասկնա չէ գեղձ փամը գծցնեն որ չեն եւ ադիգա է վտանգը որ թուրսեն շիդակ գերևին բայց ներսեն սխալ են եւ ասիգա եթե մեկը սկուս չլա շատ թյուրությամբ կդարվի եւ կխապվի ինչպես կսե խապեությունով մարդոց կմոդենան եւ ասոնց մասին Ռոմայցիս 2:15-ի մեջ կգրե սելով Ռոմայցիս 2:15 կսե որոնք օրենքին կորձ իրենց սրդին մեջ գրված կծուցնեն իրենց խղճմտանքին վկայությունով եւ իրենց խորհուրդներուն իրար հանդիմանելով կամ իրարու իրավունք դալով այսինքն խղճմտանքին մերած է խղճմտանք չկա մեջերին երբ որ սխալ բաներ խոսին սխալ բաներ գեղձ բաներ գսորվեցնեն իրենց նեղություն չի դար շատ թյուրին է իրենց համար խապել մարդոց որովհետև խղճմտանք չկա մեջերին եւ վերջին համարը առաջին Դիմեթրիոսի 4-ին մեջ երրորդ համարը գսե որոնք ամուսնանալը պիտի արգելեն եւ գերագուրները պիտի զրգեն մարդիկ այսինքն իրենց նոր օրենքներ նոր պատվիրաններ պիտի հանեն եւ մարդոց արգելեն այն բաներեն որ Աստված իրենց դված է որ վայելեն ասոնք նշաններ են որ ուխտաթրջության մեջ եղող անցիկ գնեն եւ ասոր գողքին կդեսնենք որ գեղձ հավատքը կստեղծեն որ մարդիկ խապվին երկրորդ Դիմեթրիոս 3:6-8 կարդանք
գսե վասնզի ասոնցնե ոմանք դուներեն ներս կմտնեն ու քերի գնեն մեղքերով բեռնավորված դգարամիտ գիները զանազան ցանկությունները վարված որ միշտ կսորվին բայց փնավ չեն գնար ճշմարտությունը ճանչնալ հաբա ինչպես Հանեսն ու Համրեսը հագարակ կեցան Մովսեսին նույնպես ասոնքալ ճշմարտությանը հագարակ կգնան մտքով աբագանած մարդիկ որոնք հավատքի մեջ ամբիդաններ են հոստեղը բավական բաներ գխոսի այս անձերու մասին թե ինչպիսի անձիկ են եւ նաեւ արա դիդոս 1:13-ին 16-ալ գշարնագեոնալ դարբեր բաներ գսե ասոնց մասին գսե այս վկայությունը ճշմարիտ է անոր համար սաստիկ հանդիմանե զանոնք որբեսի առողջանան հավատքի մեջ եւ չնային հրյական առասպելներուն եւ ճշմարտութենեն հերացող մարդոց պատվերներուն ամեն բան մաքուր է մաքուրներուն բայց բիղձերուն ու անհավատներուն փամը մաքուր չէ հաբա անոնց միտքնալ խղճմտանքնալ բղձված է կխոստովանին թե Աստված կճանչնան բայց իրենց կորձերով գուրանան բիղձ ու անհնազանդ լալով ամեն բարի կորձի անբիդան հոսնորեն այդ գեղձ լալու քապար կդեսնենք որ մեջերնին գա եւ առասպելներու յետևեն գերտանգսե ճշմարտութենեն հերացած են եւ գսորվեցնեն դարբեր բաներ որ երբեք Աստծո խոսքին հետ կապ չունի Երկրորդ Տիմոթեոս 3:7-ի մեջ համանը գարտացինք որ գսե որ միշտ կսորվին բայց փնավ չեն գնար ճշմարտությունը ճանչնալ այսպիսի անցիկը գսե չեն ուզեր ճշմարտությունը ճանչնալ իրենց աչքին արջևալ տնես Բիդի չընդունին, ինչպես շատ անգամ գանտբինք, անոր համար գսեմ վիջիլը ասոնց այդ օգուտ չունի, կամ թե փորձել փաստել, որ շիդագի ինչ է, գուրության մեջ են և գուզեն գուրության մեջ մնալ, չեն ուզեր սորվիլ, և վանոր համար քիչ առաջ համար, որ գարտացին կսե մեկ անգամ սե, երկու անգամ սե, հետո անոնց մե հերացիր գսե, անոնց այդ կապ մի ունենար Երկրորդ Տիմոթեոս 3:8-ը ուրիշ հատկությունը իրենց համար գսե հաբա ինչպես Հանեսը գսե հագարակ կեցան Մովսեսին նույնպես ասոնքալ ճշմարտությանը հագարակ կգենան երբ որ ճշմարտությունը ասես իրենց ամիջապես գհագարագին եւ այսպես քեզի թեմ հագարագության հոգիմը գսկսի եւ անգե գրնաս ճանչնալ որ ինչպիսի անցիգեն որ այս անցիգը որ գեղց հավատ կդարածեն իրենց չորս կողմը Երկրորդ Պետրոս 3:5 Գսե քանզի անոնք որոնց ուզած այս է այն բանը մորցեր են թե երկինք առաջվնե գար ու երգիր ճուրերեն ու ճուրերով հաստատ գեցեր էր Աստուծո խոսքովը Այսինքն այս մարդիկը գիտեն ճշմարտությունը, բայց գամովին դքիդություն գնեն Աստծո խոսքին հանդեպ եւ գբնթեն իրենց քիծածը Տիտոս 1:16 Տիտոս 1:16 Սե գխոստովանին թե Աստված կճանչնան, բայց իրենց կորձերով գուրանան գխոստովանին, բայց գուրանան իրենց հավատքը գսե Ուրեմն քանի որ մեկը գսե թե ես Աստված կճանչնամ, ասել չէ թե
անիգա իրապես Աստված կճանչնա շարունակությունը մենք պետք է անենք եւ անցյալները մեգումը հետ խոսեցա խոսենք Աստուծո ճանչնալու մասին եւ սա իսլամներն Աստված կճանչնան ասի շատ շիդագ է ասի բայց իրենց Աստվածը մեր Աստվածը չէ So, քանի որ մեկը գսե որ ես Աստված կճանչնամ, ասել չէ թե անիգա ճշմարտության մեջ է եւ ինչ որ սա քիչ առաջ ճիշտ բարեմորցած դիդոսի մեջ որ շիդակ արդարության հավատքը գսե գարձեմ ինչ որ շատ քեծիկ բարմներ որ հոն կորձածեց Առաջին Հովաննու 2:19 Առաջին Հովաննու 2:19 գսե Մեղրե ելան ոմանք մեզմե ելան ոմանք բայց մեզմե չէին վասնզի եթե մեզմե լային մեզի հետ պիտի մնային բայց մեզմե ելան որբեսի հայտնի ելա թե անոնք ամենքը մեզմե չէին Ուրեմն չխառնենք այսպիսի անձեր գարձելով որ մեր հավատացածին կհավատան Սկուշ լանք գսե մեզմե դուրս ելան գսե որովհետև մեզմե չէին եթե մեզմե լայն մեր մեջը պիտի մնային ամբոր գլուխ կքաշե միշտ այս հարցը ունի եւ գնանք տեսնել ինչպես անոնք վերջավորության այս գեղձ հավատքի նշանները իրենց յանքերում մեջ կծծնեն Մատթեոս 7:15 իրենց ուրիշ անունը գուտա Սկուշ կեցեք սուտ մարգարեներեն որոնք ցեզի գուքան ոչխարի հանդերձներով բայց ներսեն հապշտագող քայլեր են սուտ մարգարեներ ոչխարի հանդերձով քայլեր են գսե եւ ասոր պատվիրանը մենք սերդեցինք եւ դեսանք թե ինչ կնշանակե ադիգա Կորցկարակելոց 20:29-ին մեջ կգարտանք կսե քանզի գիտեմ թե իմ զադվելես յետքը ծեր մեջ հապշտագող քայլեր պիտի մտնեն որոնք պիտի չխնայեն հոդին ասի Բողոս Արաքյալը գսե եւ այսօր որքան ճշմարիտ է ասի կմտնեն եկեղեցիներս որբեսի հապշտագեն հավատացյալներ որ դգարեն եւ միշտ գերտան նորահավատներուն յետևեն եւ դգար հավատացյալներուն յետևեն որոնք ճշմարտության մեջ հաստատված չեն շատ ավելի թյուրին է անոնց խլել անոնց քաշել իրենց կողմ եւ դանիլ իրենց գեղձ հավատքին հութա 4-ի մեջ գսե հութա 4 քանզի մեկ քանի մարդիկ քաղդուկ մտան որ առաջվնե այս թադաբարդության համար որոշված էին ամփարիչներ որոնք մեր Աստուծուն շնորհքը անարագության դարձուցին եւ միակ իշխանությունը ու մեր Տեր Հիսուս Քրիստոսը ուրացան ուրեմն Երբ որ Քրիստոսի մասին սկսես խոսել ասոնցետ, իրդեսնես որ պիտի ուրանան Քրիստոսի իշխանությունը, Քրիստոսի անձնավորությունը եւ պիտի սկսին դարբեր միտքեր հայտնել Քրիստոսի մասին եւ շատ հստակ պիտի լա որ ասոնք իրապես Աստուծո հետ ոչ մեկ բան ունին։ Սե քանզի Մարդիկ քաղդուկ մտան, որ առաջվնե այս թադաբարդության համար որոշված էին, ամփարիչներ գսե, ամփարիչներ, այսինքն անաստված, Աստուծո հետ ոչ մեկ գաբ ունին։ Եվ Հիսուս ալ երբ որ բարի հովիվին արագը գսեր, անոնք որոնք գսե քաղտնի գմտնեն, թուրեն չեն մտներ, պատուանեն գմտնեն, անոնք քող ու ավազակ են, եւ մենք շատ ըսկուշ պիտի լանք այնպիսի անձերեն հութա 12 կսե ասոնք ծեր սիրո խնջիկներուն մեջ արատներ են եւ ցեզի հետ գերուխումի կնստին աներգյուղ իրենց անձը գերագրեն
անչուր ամբերեն հովերեն քշված բդուղնին գործընծուցած ծարեր փերք չունեցող երկու անգամ մեռած արմադեն խլված ինչ բաներ է հոստեղը այս անցերուն մասին ամենակարևորը որ կուզեմ հիշեմ հոստեղը կսե երկու անգամ մեռած այսինքն թե մարմնով պիտի մեռնին թե հոգիով պիտի մեռնին ասոնք ոչ մեկ գաբունին աստուծո հետ չխապինք չդարվինք այսպիսի անցերով հութա 19 կսե ասոնք ինքնին զադող շնչավորներ են որոնք հոգին չունին ուրիշ բանը կարևոր որ հավատացյալը առանց հոգի չի գնար աստուծո հաճելի դառնալ աստուծո ծառայել եւ գսե ասոնք հոգի չունին մեջերնին աստուծո հոգին իրենց մեջ չփնագիր ուրիշ խոսք մնալ խիստ խոսքը երկրորդ Կորինթացիս 11-15-ի մեջ իրենց համար գսե ուրեմն մեծ բանը չէ որ անոր բաշտոնյաներն են ալ արդարության բաշտոնյաներուն գերբարանքը առնեն որուն համար գսե որուն բաշտոնյաներն են մեկ համար վերջ գսե եւ զարմանալի չէ բասզի սատանան ալ լուսավոր ռեշտագի գերբարանք կառնե ուրեմն հետո գշանագի սե ուրեմն մեծ բանը չէ որ անոր բաշտոնյաներն են այսինքն սատանային բաշտոնյաներն են որ եկեղեցիներեն ներս կմտնեն եւ իրենց փայլուն ռեշտագի նմանությունով կներկայացնեն եւ վերջին հատկությունը որ մասին խոսի Փիլիպեցիս 3:18-ն 19-ն ասոնց մասին գսե բասնզի շատեր գկալեն որոնց համար շատ անգամ ցեզի գսեի եւ հիմա լալով ալ գխոսիմ այսինքն Քրիստոսին խաչին թշնամիներուն համար որոնց վերջը գորուստ է որոնց Աստվածը իրենց որովայնն է ու անոնց վարքը իրենց ամոթն է որոնք միայն երկրավոր բաներուն վրա կմտածեն ոս իրենց ուրիշ անուն մուգդա աստեղը կսե Քրիստոսին թշնամիներն են ասոնք հիմա կտեսնեք ուր գերտա ասիգա եւ մենք շատ անգամ գսենք օ վնաս չունի ասոնք քրիստոնյա են մեզ մեզ չեն ավադար բայց վնաս չունի քրիստոնյա են եւ կտեսնենք որ որքան աստծո խոսքը խիստ կխոսի ասոնց թեմ սատանայի ծառայողներ սատանայի բաշտոնյաներ ոստե Քրիստոսի թշնամիներ Գարելի է արդյոք Քրիստոսի մարմինը Քրիստոսի թշնամիներուն հետ հաղորդակցի եւ կամ բաշտամունքն է եւ այսօր այս ecumenical շարժումը որ գա միշտ կխոսեմ այսօր մասին որովհետեւ գտեսնեմ որքան վնաս կփերե որ քրիստոնյաներ միասին գավակվին գսեն մենք հսա քրիստոնյա ենք վնաս չունի միասին դերը բաշտենք միապանը լանք բայց եթե այսպիսի հավատներ կան որ միասերական առաջնորդները կքննադեն կքաչալերեն կընդունին եւ ամեն տեսակ սուրբիկին հագարակ միտքեր կհետաբնթեն ինչպես կարելի է ասոնց հետ հաղորդակցել եւ բաշտամունք կատարել լավ սկուշը լանքսերներ այս համարները որ ցեզի բերի շատ բաներ մեզի ըսավ ասոնց մասին որ որքան բդանկավոր են ինչ կնեն ասոնք իրենց կորձը ինչ է շատ բարձ իրենց մասին իրենց ծանոթացանք հիմա քիչ մնանք թե ինչ կորձեր գտանին հութա 4 կսե քանզի մեկանի մարդիկ քաղդուկ մդան որ առաջվնե այս թադաբարդության համար որոշված էին ուրեմն քաղդուկ կմտնեն հոգևոր շրջանակները ներս հավատացյալները ներս Կորցկարակելոց 20-20-ի մեջ կսե եկեղեցիներու մեջ պիտի մտնենք քիչ առաջ գարտացինք Երկրորդ Տիմոթեոս 3:6-ի մեջը գարտացինք որ գսե մեր մարդոց հետ կշաղվին այսինքն եկեղեցին
անդամներու հետ կշաղվին եւ եկեղեցին անդամներուն հետ գաբ ունին եւ դիդոս 1:10 մեջը գարտանք որ շատ վարբեդ են գաբվելու հավատացյալներու հետ եւ գփնդրեն անցիկ որ դգարեն որբեսի անոնց ճամփեն շեղեցնեն հութա 12 նայեցեք ինչ կսե ասոնք ծեր սիրո խնջույքներու մեջ արատներ են երբ ցեզի հետ գերուխումի գնստին աներգյուղ իրենց անձը գգերագրեն այսինքն հաղորդակցություն մեր հաղորդակցություններուն մեջ կմտնեն եւ վերջավորությունը որ իրենց հստակ կնե թե իրենք աստուծո մեջ են այն է որ գսե իրենց բդուղնին գործընծուցած ծարեր են փերք չունեցող գսե եւ իրենց անձը գգերագրեն իրենց անձնական շահերուն յետևեն են եւ ադիգա է որ մեջտեղ գահանե իրենց գեղձ լալը բայց եթե մենք արթուն չենք եւ չենք տեսնել այս բոլորը շատ թույլությամբ կնանք խապվել երկրորդ Պետրոս 2:13 կսե աներևության վարձքը ընդունելով անոնց ծորեգվան մեջ եղած զեղությունը զվարճություն գսեբեն արատ ու փիձեն իրենց խապեություններով զվարճանալով երբ ցեզի հետ գերուխումի գնստին դեսնեք ինչ վտանգավոր անցիկ են ասոնք որ հավատացյալներն հետ միշտ կխառնվին եւ շատ դժվար է զանազանել եթե արթուն եւ ըսկաց չենք երկրորդ Տիմոթեոս 3:13 Երկրորդ Տիմոթեոս 3:13 գսե բայց չար ու խապեփամ մարդիկ չարության մեջ պիտի հարաճանան մոլորեցնելով եւ մոլորելով իրենց կորձը հավատացյալներուն մոլորեցնել է այսինքն ասոր մեջը վարբեդ են իրենք եւ բզդիկ անսկշությամբ մենք կրնանք դարվել իրենց ասխապեության եւ սուտ վարդապետություններուն այսօր շատ անգամներ ինձի վիդեոներ կղրգեն անցիկ ցեզ մե ոմանկալ որ ասի շիդագ է ասի սխալ է եւ գվախնամ որովհետեւ եթե այդպիսի բաներ գտիդեք ասել է թե դեղեմը սխալ բաներ կստանաք Եվ սխալ վարդապետությունները, որ ամեն գոմ դարածված են, մանավանդ YouTube-ի վրա այսօրերս social media-ի մեջ ամեն տեսակ բան կա, եւ եթե ամեն բան մտիկ կնենք, ցեզի գրնամ ասել, որ արդեն մտքերնիդ աղավորված է, աղդոդված է, պետք է աստծո խոսքին արջև կալով ետ մակրվինք, ետ ճշմարտությունը փնտրենք եւ անով մակրվինք սրբվինք մեր բոլոր այդ խապեական հավատներեն Դիդոս 1:14 ու չնային հրյական առասպելներուն եւ ճշմարտություններեն հերացող մարդոց բադվերներուն Ուրեմն այս մարդիկը ճշմարտություն են գհերանան միշտ ճշմարտության հագարակ կդարձնեն իրենց գրնակները եւ բիդի հանտբինգ ասոնց երբ որ խոսենք բիդի տեսնենք որ դերմը բիդի ճշմարտության թեմ խոսքը ասեն եւ դարբեր փամը բիդի արդահայտվին որ բիդի իրենց օվլալը հայտնի ընե ճշմարտության հագարակ կդառնան առաջին Տիմոթեոս
Առաջին Դիմեթրիոս 1:6 առաջին Դիմեթրիոս 1:6 Se որոնց մեր խոդորելով ոմանք փուչ խոսքերու յետևե քացին այս անցիգը միշտ պատրաստ են խոդորեցնելու խոդորեցնել այսպես թարցվածքներով թարցված խոսքերով եւ շվարեցնող խոսքերով գուզեն մարդոց ճամփայե հանել Եվ վերջինը այսօր հետ կապված երկրորդ Պետրոս 2:3 Երկրորդ Պետրոս 2:3 գսե եւ ակահությունով խորամանկությամբ հնարված խոսքերով ցեզ բիդի շահակորձեն որոնց թադաբարդությունը շադոնցմե պատրաստ լալով պիտի ճուշանա ու անոնց կորուստը պիտի չմրապե խորամանկությամբ հնարված խոսքերով գսե ցեզի պիտի շահակորձեն իրենց նպատակը մարդոց շահակորձել է եւ ասիգա շատ հստակ լա անգամ որ իրենց հետ շահվիս պիտի դեսնես որ ուզեն քեզմե փամը ցերկ փերել Քեզմե փամը արնեն Ինչ կսորվեցնեն Երկրորդ Պետրոս 2:1 Սուտ մարգարեներ ժողովրդին իրենց մեջ սուտ վարդապետություններ պիտի սորվեցնեն Եթե ճշմարիտ վարդապետությունը չի գիտնանք ինչպես կարելի պիտի լա սուտ վարդապետությունը գիտնալ Կտեսնենք ինչ կբադայ այստեղը Անորամար է որ մենք ամեն չորեքշաբթի կմիանանք այստեղը որբեսի մեր ճշմարիտ վարդապետության մեջ Քրիստոսի ճշմարիտ վարդապետության մեջ հաստատվենք որովհետև մեր շուրջը միշտ գեղձը պատրաստ է մեզի գլանելու, քրավելու, խոդորեցնելու, մոլորեցնելու Եվ ուրիշ փամնալ որ կսորվեցնեն ասոնք Երկրորդ Պետրոս 2:19 կսե անոնց Ազատություն կխոստանան, բայց իրենք աբագանության ծարաներ են, վասնզի ինչ բան է որ մեկը հաղթվի անոր ծարա գլա։ Ազատություն գքարոզեն, ազատություն եւ ասոր մեջը շատ բաներ կա, որ կապված է անցին շահերը անցին հանգստությունը, անցին գիրքերը լեցնելու այդ միտքը, որ գսեն թե ուզածդ պես կրնաս ապրիլ, ինչ որ գուզես կրնաս նել եւ այնպիսի բادرներ, օրենքներ կհանեն, որ բարձաբես մարդուն մարմինին հաջելի լա եւ ադալ նշանները մեկն է, որ անոնց ուսուցմունքը որ գլսենք այսպիսի բաներ, ինչպես որ այսօրվա ավետարանը որ մեզի գքարոզեն որ ամեն բան լավ պիտի լա քրիստոնյային հարստանաս այսպես այնպես առողջ պիտի լաս ասենք բոլորը մարմինի հետ կապված բաներ են եւ մեզի գայտնեն որ ասոնք այս ուխտաթրջության հետևողներն են որոնք գեղձ վարդապետություններ գուզեն մեզի հասցնել եւ մեզի մեր հավատքեն շեղացնել։ Ուրեմն դեսանք աստեղը սկսանք դարբեր ծևեր հավատները սերդել անհավատությունով սկսանք, հետո դեսանք գա դկիդություն, որ հավատացյալներու մեջ ագա սխալ հավատք, որ հավատացյալներ գրնան ունենալ, անգևերջը աղանթավորությունը, որ հավատներեն դուրս գել է, անգևերջը հասանք ուխտաթրջության, որ ճշմարիտ հավատքեն
ամբողջ օին դուրս ելած են եւ գործեն որբեսի հավատքի մեջ ողներուն ալ դուրս քաշեն հավատքը հերացնեն եւ աս բոլոր հավատքի ծևերը որ սերդեցինք մեզի արթնցնել գուտանդեսնելով թե որքան գեղձ կա մեր շուրջը գեղձ հավատներ կան եւ մենք արդյոք որքան արթուն ենք այս գեղձ հավատները որ մեր շուրջը կդարածվին անոնց մեր խուսափիլ եւ նույնիսկ զսկուշացնել մեր եղբայր քույրերը Քրիստոսի մարմնի մեջ եղողները որ մենք մեր ճշմարիտ բարթաբեդության հավատքի մեջ հավատարիմ մնանք մինչև վերջ որովհետև գսե անտիքրիստոսը չեկած շատեր գսե այս ուխտաթրջության մեջ պիտի հերանան հավատքեն եւ իմ աղոտ գսե որ այս սերդողություններու միջոցով մենք կարնանք զանազանել շիդագը սխալեն եւ շիդագը ճշմարիտ հավատքը վերբրնել եւ անոր մեջ հաստատ գնալ դեր օրհնե բոլորիդ